Ամբողջ քաղաքը պարալիզացված է, տեսեք, բոլոր տեղերում ոստիկաններ են, պատշգամբներին, բոլոր ճանապարհները փակված են, հեսա տեսեք, հրապարակն է Գյումրիի կենտրոնական, բոլոր մուտքերը փակված են, ոստիկանական ուժերը կենտրոնացված է ամբողջ Գյումրիում, բայց հորդառատ անձրև է տեղում, և կարծես թե այսօրվա համերգը չի լինելու այնպիսին, ինչպիսին նախատեսված էր, որովհետև ըստ օդերևութաբանական տվյալների ամբողջ օրվա ընթացքում առատ տեղումներ են սպասվում, տեսեք, տարբեր ոստիկանության ստորաբաժանումներն ավտոբուսներով, տարբեր մեքենաներով բերվել են դեպի Գյումրի, որ կողմում նայում ես ոստիկաններ են, բոլոր պատերի տակ, բոլոր անկյուններում, հեսա տեսեք, ոստիկաններ են, ոստիկանական ուժեր են և այսքան ուժերը կենտրոնացվել են այստեղ, այսօրվա անցկացվելիք համերգը հսկելու և հասարակական կարգը պահպանելու համար, սա էլ արդեն այն մեծ շքեղբեմահարթակն է, որ մի քանի օր է հավաքում էին կենտրոնական հրապարակում, բայց կարծես թե համերգը թոզմիշլալ լինելու ճանապարհին է, կամ պիտի կանգնեն մարդիկ լղկեն անձրևի տակ, կամ, չգիտեմ, երևի թե անձրևի պատճառով այդքան շատ մարդ միգուցե չի հավաքվի, տեսնենք դեռ մի քանի ժամ կա, տեսնենք եղանակային պայմանները ինչպիսին կլինի և արդյոք մարդիկ կգան այսօրվա աստղերի և արճաբենդի համերգը դիտելու։ Նորից եմ կրկնում, ամբողջ քաղաքը պարալիզացված է, կենտրոնական հատվածներում մեքենա վարելը ուղղակի մեծ փորձություն է և բոլոր կենտրոնական փողոցները փակված են, հսկվում են ոստիկանական ուժերի կողմից և այս ամեն ինչը արվում է այսօրվա համերգը անցկացնելու համար, տեսեք, սա էլ քաղաքի հրապարակի մյուս մուտքն է, էլի ոստիկանական ուժեր, ոստիկանական ավտոբուսներ, մի խոսքով այսօր ամբողջ ներքին գործերի նախարարությունը իր բոլոր ստորաբաժանումներով գտնվում է Գյումրի քաղաքում։